19-20-ամյա երիտասարդներ հասուն տարիքում արդեն չափահասության անձնագրով կարծում եմ եւ որը որ չուներ որևէ ինքնավերլուծություն թե ինչ է արել, ապա ստացվում է երեխայից նույնպես պաշտպանվել պետք է, որտեղ այդ վարքը բացառապես պետք է բնութագրել մանկահասակ երեխային բնութագրող վարք։ Վստահ եմ, բոլոր փորձաքննությունները ցույց կտան, որ նշված երիտասարդի մոտ ինտելեկտի գործակիցը ցածր չէ, նշված երիտասարդի մոտ պատասխանատվությունը կարող է լիարժեք լինել, բայց որտեղ է պատասխանատվությունը, եթե 10 օր առաջ նա չունի իր համար վարորդական իրավունք եւ նա ղեկին է, այսինքն զրկելով վարորդական իրավունքից իրավապահ մարմինը կամ նույն ծնողը չէր հետևում որտեղ է տան մեքենան եւ որտեղ է իր երիտասարդը, որը որ այս պահին շատ մարդկանց համար ուղղակի վտանգավոր էր եւ եթե հայտնի տեսանյութը, որը որ միասին վերլուծեցինք, նաև տեսնում ենք, որ նա եւ նրա շրջապատը նայում է եւ շատ ուրախ է անցնում այդ տեսանյութի քննարկումը, հարց. Եթե տղան եւ շրջապատը, որտեղ կան նաև բացի հասակակիցներից, վստահ եմ, մեծեր, ընկերներ եւ այլն, ցուցադրական վարքից զատ, ինքնահաստատման սոցիալիզացիայից զատ, ինչ է տեղի ունենում։ Ստացվում է, որ ընտանիքը ինչը չի ավարտում իր ներսում, բնականաբար կրելու է հասարակությունը։ Հոգեբանական մասով այստեղից ես ինչպես ուղեմ պաշտպանությունը, եթե դու կարող ես փողոցը հատելիս ուղակի լինել վրաերթի զոհ։ Եթե դու հասարակական տրանսպորտի մեջ ես եւ երիտասարդը կարող է ինչ որ անհասկանալի բառամթերքով ինչ որ մեկին պատժելու համար, որը որ բացառապես վստահ եմ, եթե իմ խոսքը երիտասարդը լսի եւ նորից իր տեսանյութը նայի, նա կընկալի, որ ինքնահաստատման համար լավ վայր եւ դեպք չէր ընտրել։ Հարգելի երիտասարդ եւ հասակակիցներ, ովքեր որ հենց այսպես են քաջությունը պատկերացնում, պետք է պատկերացնել դուք այն տարիքում եք, որտեղ զորակոչի գնացած նորակոչիկը անցնում է ֆիզիկական պատրաստվածություն, ադապտացիայի դժվարություններ, կարոտում է իր ընտանիքը եւ ամենակարևորը ետ գալուց ունենալու է այլ արժեհամակարգ։